Բարև ձեզ սիրելիներս, այսօր մայիսի 19-ն է, ուզում եմ պատմելու եմ հերթականությամբ մի քանի տեսիլք հայտնություններ, այն մասին, թե որտեղ է իջնելու երկնային Երուսաղեմը երկրի վրա, եւ հայերի մասին եմ պատմելու, հայերին ինչ է սպասում, նորից պատմելու եմ նոր տեսիլք, նոր հայտնություն արդեն, թե հայերին ինչ է սպասում եւ Աստված ինչ է սպասում մեզանից, ինչ է ուզում, ինչ է պատրաստվում անել, հերթականությամբ կանեմ տեսանյութեր, որպեսզի շատ երկար չխոսեմ մի տեսանյութի մեջ։ Այսօր 19 մայիսի 2025 թվական։ Որտեղ է իջնելու երկնային Երուսաղեմը, երկրի վրա, որտեղ է իջնելու երկնային Երուսաղեմը։ Դեռ անցած տարվա ինձ ես տեսնում էի տեսիլքներ, որոնցով հասկանում էի որտեղ է իջնելու, բայց ուղիղ խոսք այդ մասին Տերը ինձ չէր թույլ տալիս եւ չէր տալիս, բայց իմացություն իմ համար եւ հաստատում իմ համար եւ տեսիլքներ, հայտնություններ իմ համար, հենց միայն իմ համար տալիս էր, բայց եղել է որ Տիրոջ թույլտվությամբ որոշ ձայնագրությունների մեջ ես թեթև ակնարկել եմ այն մասին, թե ինչ կարևորություն ունի հայ հողը եւ ինչ մեծ ծրագրեր ունի Տերը Հայաստանի հետ կապված եւ դա վերաբերում է նաեւ ոչ միայն թե ինչպիսի քրիստոնեական վերածնունդ է Աստված ուզում հայերի համար, այլ նաեւ որ շատ կարևոր է ու շատ հզոր տեսիլք ու հայտնություն է Աստծո կողմից տրված, դա նաեւ որ երկնային Երուսաղեմը Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ իջնելու է հենց Հայաստանի տարածքի վրա ու հենց Արարատի վրա։ Հիմա ես պատմում եմ փոքր ավելի կարճ տեսիլքը, թե ինչ տեսա եւ ինձ ինչ ասվեց։ Ուրեմն, ես լսեցի Սուրբ Հոգու խոսքը։ Եկեք սկզբում չնայած ամեն ձայնագրությունից առաջ օրերով եւ հենց նախ ձայնագրությունից հենց առաջ ես աղոթում եմ, որ Տերը ուղղորդի ինձ եւ խոսի իմ շուրթերով, բայց եկեք ես հիմա էլ աղոթեմ կարճ ու խնդրեմ Տիրոջը, մեր Սուրբ Երրորդությանը, մեր Հայր Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծուն եւ Սուրբ Հոգի Աստծուն, նրանց օրհնությունը, նրանց պաշտպանությունը իմ ծառայության վրա եւ խնդրեմ, որ Տերս, իմ Տեր Հիսուս Քրիստոս, իմ Տեր Հիսուս Քրիստոս, աղաչում եմ քեզ ուղղորդիր ինձ, առաջնորդիր ինձ ամեն մի խոսքի մեջ, որ կարտասանեն իմ շուրթերը եւ խոսիր իմ շուրթերով դու, ոչ թե ես, Սուրբ Հոգի, իմ սիրելի պաշտելի Սուրբ Հոգի, խոսիր իմ շուրթերով դու, թող միայն քո խոսքերը հնչեն իմ բերանից, Տեր Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ, օրհնիր այն ինչ որ կասեմ ես, խոսեմ ես եւ դու խոսիր, իմ փոխարեն դու խոսիր հիմա, ծառայեցրու ինձ քո խոսքը փոխանցելու համար։ Հիմա ես տեսնում եմ, սկզբում ինձ ասվում է, երկրագնդի աշխարհի արարումից սկսած մինչև վերջ, այսինքն վերջ ասելով, սկզբից ընթացք եւ ապագան, որ մեզ սպասում է, ավելի ճիշտ եղել են ու կլինի 3 նոր կյանք։ Եվ ցույց է տրվում ու նաև ես լսում եմ միաժամանակ, ասվում է, առաջինը դա Եդեմն էր, Ադամը եւ Եվան, նրանց տրվեց կյանք եւ դա առաջին նոր կյանքն էր երկրագնդի վրա, առաջին կյանքն էր եւ Եդեմը գտնվում էր Հայաստանի տարածքում, այն նույն տարածքում, որտեղ որ ամբողջ Հայաստանն է, հայկական լեռնաշխարհն է, Արարատ լեռն էլ որպես սիրտն է, այդտեղ գտնվում էր Եդեմը։ Երկրորդ կյանքը, որ տրվեց երկրագնդին, աշխարհին եւ մարդկությանը, դա Նոյան տապանով, երբ Նոյը եկավ իր տապանով Արարատ լեռան վրա, եւ ինձ ասվեց Նոյն էր, որ իր տապանով եկավ Արարատ լեռան վրա։ Նորից երկրորդ նոր կյանք սկսվեց աշխարհի համար եւ նույն տեղում։ Եվ երրորդ կյանքը, որ կլինի աշխարհում, նոր կյանք որպես կլինի նույնպես կսկսվի Արարատ լեռով, հայկական ամբողջ հողի վրա, Տիրոջ երկրորդ գալուստով եւ երկնային Երուսաղեմը կիջնի հենց Արարատ լեռան վրա եւ այդ ամբողջ տարածքի վրա։
Այսինքն, նորից եմ ասում, ինձ ասվեց, եղել է, կա ու կլինի աշխարհի համար, մարդկության համար 3 նոր կյանք, 3 անգամ նոր կյանք։ Առաջինը Ադամն ու Եվան, երկրորդը Նոյը, երրորդը Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը երկիր հազարամյա թագավորությունով, երբ երկրային Երուսաղեմը կիջնի երկրի վրա եւ հետո կսկսվի արդեն հազարամյա թագավորությունը, երրորդն էլ դա է, որպես նոր կյանք մարդկության եւ աշխարհի համար։ Հիմա ինչն էր ընդհանուր այստեղ։ 3 անգամ նոր կյանք սկսվել է այս հողի վրա։ 3 անգամ էլ նոր կյանք դրվել է այս նույն հողի վրա եւ ինձ ասվեց, որ սիրտը Արարատ լեռն է։ Երբ դրանից հետո իմ մեջ հարցեր առաջացան եւ ես աղոթում էի, հիմա չեմ հիշում հարցերը կոնկրետ, միգուցե հարցում էի ինչու հենց 3 անգամ էլ այստեղ, չեմ հիշում։ Ինձ ասվեց, որ սա Աստծո ընտրյալ հողն է, Աստծո ընտրյալ, Աստծո սիրելի, սուրբ հող, չնայած դա ինձ ժամանակին ասվել էր էլի, սուրբ ընտրյալ հող է Հայաստան, հայ հողը, ամբողջ հայկական հողը, ոչ միայն այս մեր փոքրիկ Հայաստանը, որ մնացել է, եւ սուրբ լեռը եւ սուրբ տեղ է, Արարատը ընտրյալ տեղ է, եւ ինձ ասվեց, աղոթքիս ի պատասխան ասվեց, Աստված երրորդություն է սիրում, ես այդ բառերը լսեցի, որից հետո լսեցի, այնինչ արել է Աստված մի անգամ կրկնվելու է, եւ ուզում եմ ասել, որ սատանան այդ ամենը շատ լավ գիտի, այդ պատճառով նա ունի մեծ պայքար այս հողի համար եւ հայերին վերացնելու համար, որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ եւ քանի որ նորից եմ ասում, Հիսուս Քրիստոսն է ընտրել, որպեսզի մենք լինենք առաջին քրիստոնյան, ու մինչև հիմա մեզ պահել է քրիստոնյա, Սատանան ատում է մեզ նաև հենց դրա համար, որ մենք առաջին քրիստոնյան ենք։ Սատանան ատում է հենց մեր եկեղեցին, մեր հայ առաքելական եկեղեցին, եւ այն ամենը, ինչ որ գոյություն ունի, այն բոլոր արժեքները քրիստոնեական գոյությունի այդ եկեղեցու մեջ, եւ նա ուզում է իր ձեռքը դնել այդ ամենի վրա, ես դրա մասին արդեն խոսել եմ։ Հիմա նորից եմ ասում, ու հենց իմ թվարկած այս ամենի համար է, որ սատանան պատրաստվում է հակաքրիստոսի գալուց առաջ, զոհաբերել ողջ հայ ժողովրդին, թափել հայկական արյունը որպես զոհաբերություն, որպես մատաղ, եւ նա ունի մեծ ծրագիր, որը որ պիտի կատարելու է շատ կարճ ժամանակում, բայց ուզում եմ հիշեցնել, որ ամեն անգամ, երբ Տերը ինձ տալիս է նման տեսիլքներ եւ հայտնություններ, նա ինձ ասում է. «Միայն թեքվեք դեպի ինձ, եւ ես ձեզ կփրկեմ»։ Հասկացեք, որ այս հողը ու մենք, ինչքան էլ որ մենք անշնորհակալ ենք, ինչքան էլ որ մենք անարժան ենք մեր Հիսուս Քրիստոսին, մեր Աստծուն եւ մեր Փրկչին, միևնույն է, Աստված շատ է սիրում մեզ, շատ է սիրում իր բոլոր զավակներին, բայց մենք յուրահատուկ դեր ունենք եւ այս երկիր, այս հողը հենց յուրահատուկ է Աստծո համար, դա նրա ընտրյալ կետն է աշխարհի վրա, ու այդ պատճառով է, որ սատանան ատում է այս ամենը եւ մեզ, եւ մեր հավատը, եւ մեր եկեղեցին, ու նրա մեծագույն ծրագիրն է ոչնչացնել այդ ամենը։ Բայց դա պետք է արվի միջև հակաքրիստոսի գալը, ու մենք ենք որոշում, մենք ենք ընտրում փրկություն, թե ոչնչացում եւ մահ յուրաքանչյուրիս համար։ Մեզանից յուրաքանչյուրը եթե ապաշխարում է, այսինքն ընդունում է Աստծուն եւ ընդունելով իր մեղքերը զղջումով ներում է խնդրում Տիրոջից, մեզանից յուրաքանչյուրը այդ դեպքում եւ իր անձնական փրկությունն է գտնում, փրկություն իր համար, իր հոգու համար եւ փրկություն իր հայրենիքի, իր ժողովրդի, իր հողի համար։ Այսքանը